Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, տեղավորվեք հարմարավետ, տեսեք թե այսօր ինչ մենու եմ պատրաստել, իհարկե սկսում ենք նախաճաշից, ահան ինչպես տեսնում եք հիմա կտրում եմ լոլիկը, այս հենց կլոր, հացն էլ պատրաստ պահել եմ, իջև տոստերը մի քիչ կտաքանա և կդնեմ տոստերի մեջ։ Իսկ այս կողմի վրա պատրաստ դրել եմ արդեն կարմիր պղպեղ, մարինացված պղպեղ է, այստեղ սա գնել եմ հենց այսպես պատրաստ, իսպանացիները սա խորովում են, կեղևահան են անում, կեղևահանում են և մարինացնում են, շատ համեղ է ստացվում, և եթե տանը չունեք, այսպես ասած մեր կարմիր բիբարը, սա շատ հարմար է, ահան զեյթունի ձետ լցրեցի հացի վրա, տոստերից արդեն հանել եմ, լոլիկն եմ վրան տեղավորում, հիմա մի քիչ տունածուկ կդնեմ լոլիկի վրա, այսպես քիչ քանակությամբ, եթե շատ եք սիրում ավելի շատ, և վրան մի քանի կտոր կարմիր պղպեղներից եմ տեղավորելու, ահան հիմա էլ կարմիր պղպեղը կտեղավորեմ, ահան ինչպես տեսնում եք կեղև չունի և պղպեղները փոքրիկ պղպեղներ են, շատ համեղ է, ինձ դուր է գալիս։ Եվ վեր սիրելիներս այսպիսի նախաճաշ պատրաստեցի այսօր և կվայելենք մեկ բաժակ թեյով։ Եվ ահա պատրաստվում եմ ճաշին, արդեն դրել եմ եփվելու հավի կրծքամիս, հենց այսպես ոսկորով ամեն ինչով, դեղին հավ ունեի տանը, մեզ մոտ սուպերմարկետում վաճառում են երկու տեսակի հավեր, կա դեղին գույն հավեր և սպիտակ սովորական հավեր, այս դեղին հավերը շատ յուղոտ է, տեսեք թե ինչ յուղ է ջրի վրա, և տանը ունեի, օգտագործել եմ մյուս մասերը, մնացել էր այս կրծքամիսը, հենց այսպես է դրեցի եփելու և պատրաստելու եմ սուպ, դնել եմ այս տեսակ սունկեր, մի քանի տեսակի, շատ համեղ սնկեր են, շամպինյոնը կարմիր շամպինյոններից է, ահան ծառի սունկ և մյուսն էլ էս մանր փոքրիկ սունկերն էին, և հիմա կպատրաստեմ շատ համեղ սուպիկ։ Հավի կրծքամիսը եփվեց, դրել եմ մի կողմի վրա և հիմա մի քիչ սոխարած եմ անելու, մի փոքր կարտոֆիլ, մանր վերմիշել և սունկը, արգանակն էլ արդեն քամել եմ, մաքուր, սիրուն, շատ լավ արգանակ է ստացվել, շատ համեղ։ Այս մի կտորը այնքան գեղեցիկ էր, այս փունջը, հենց այսպես էլ եփել եմ, չբաժանեցի իրարից, շատ գեղեցիկ էր ստացվել սուպի մեջ, սա էլ սունկերի տեսակներն են, խառնել եմ իրար, կտրեցի էլի ծառի սունկ, հեսա տեսեք կբացեմ հիմա, մի քիչ էլ ծառի սունկ էլի կավելացնեմ ու կպատրաստենք հավի արգանակով համեղ սուպ։ Հիմա հավի կրծքամիսը ոսկորահան եմ անում, կթողնեմ այսպես ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր կտորների, սա էլ կավելացնեմ արգանակի մեջ։
Ահա սիրելիներս, բոլոր բաղադրիչները ավելացրեցի, սունկը, վերմիշելը, հիմա էլ կրծքամիսն եմ ավելացնում, կթողնեմ մի քիչ էսպես թող եփվի եւ վրան առատ համեմ եմ կտրատելու։ Ահա եւ մեր սիրելիներս, մեր ճաշի ժամի այս համեղ, հիանալի ճաշը պատրաստ է, ստացվել է շատ հետաքրքիր եւ շատ համեղ։ Դե ինչ, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Եվ հիմա էլ պատրաստում եմ ընթրիքը, արդեն ձեթը լցրել եմ թավայի մեջ, հավի կրծքամիսը կտրել եմ բարակ ու երկար, այսպես նեղ եւ երկար, հիմա թողնում եմ մի քիչ տապակվի եւ այս կողմի վրա կտրել եմ պղպեղների տեսակները, կարմիր պղպեղ, դեղին, կանաչ եւ սող, հիմա կրծքամիսը կտապակվի, վրան մի քիչ աղ կավելացնեմ ընթացքում եւ հետո պետք է տապակեմ պղպեղները։ Կրծքամիսը տապակվեց եւ վրան ավելացնում եմ պղպեղները, կթողնեմ մի քիչ էլ միասին կտապակվեն եւ հետո կավելացնեմ մեքսիկական սոուսը։ Ավելացնում եմ կարմիր պղպեղ, մի քիչ սև պղպեղ, սխտորի փոշի, եւ այս մեքսիկական սոուսը գնել եմ սուպերմարկետից, մի քիչ կծվություն ունի։ Եվ այս կողմի վրա պատրաստում եմ կարտոֆիլի ֆրին, մատուցելու եմ կարտոֆիլով։ Ահա, այս համեղ միջուկը պատրաստ է արդեն, ավելացնում եմ մեքսիկական այս կծու սոուսը։ Եթե տանը չունեք կամ չեք կարողացել խանութից ձեռք բերել, կարող եք դուք ինքներդ տոմատի մածուկով պատրաստել, եթե ուզում եք կծու լինի, կծու, եթե ոչ, մի քիչ տոմատի մածուկ եք ավելացնում եւ վերջ։ Կամ էլ կարող եք պարզապես կտրատել թարմ լոլիկ։ Ահա, վերցրել եմ այսպիսի լավաշիկներ եւ հիմա լցոնելու ենք եւ փաթաթելու ենք բրդուճի նման։ Նաև շատ համեղ կլինի մոցարելա պանիրով, եթե տանը ունեք մոցարելա քերած պանիր, կարելի է ավելացնել, նույնպես ստացվում է շատ համեղ։ Ահա, ամեն ինչը արդեն պատրաստ է, դնում եմ հիմա տոստերի մեջ մի քիչ էլ լավաշիկները, որպեսզի տաքանան եւ վերջ, մեր այսպիսի համեղ ընթրիքը պատրաստ է։
կարտոֆիլն էլ արդեն պատրաստ է, ստացվել է շատ խրթխրթան եւ համեղ։ Եվ կվայելենք հյութով։ Այս համեղ միջուկը նաև կարելի է մատուցել բրնձով կամ մակարոնով, սպագետիով, ինչով որ ուզում եք։ Դե ինձ սիրելիներս, կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար, շատ չեք մտահոգվի ինչ եփել այդ օրը։ Եվ այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Դե ինչպես միշտ ասում եմ, կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։